Շարունակում է մեր տոնական եթերը, իսկ այս պահին ուզում եմ սիրով ներկայացնել մեր այսօրվա հյուրին, այսինքն հյուր չէ, այլ մեր ընտանիքի անդամ է, ավագ սերնդի ներկայացուցիչներից, կարելի այսպես ասել, մեր տաղարում է Արմեն Ամիրյանը։ Բարի լույս, պարոն Ամիրյան։ Բարի լույս, սիրելի Ռուբեն, սիրելի Ինա, բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ եւ բարի լույս, սիրելի հեռուստատեսության աշխատակիցներ, որտեղ այս տոնական օրով կարծում եմ մեր ջերմ սրտի, ջերմ անուշ մաղթանքները պետք է ուղղորդվեն եւ մեր հեռուստադիտողներին եւ մեր հեռուստատեսության տարբեր տարիների աշխատակիցներին։ Եվ առայցուցակցելով թույլ տվեք մենք ձեզ նույնպես շնորհավորենք այս կարևոր իրադարձության համար։ Ձեր տասնյակ տարիների մեծ փորձը, եթերները, մեր նույնիսկ սերունդներ, այսպես կարելի ասել, մեծացան, այդ թվում նաև մենք բարեբախտաբար ձեր հաղորդումների, ձեր շնորհիվ նաև այդ դրական էներգիան, ինչ որ դուք փոխանցում եք այդ կախարդական էկրաններից։ Շնորհակալություն, սիրելի Ռուբեն, շնորհակալություն, դրանք իսկապես ստեղծագործական, հետաքրքիր եւ լեցուն տարիներ էին, որտեղ հավաքվել էին երազկոտ մարդիկ եւ փորձում էին իրենց երազներն իրականություն դարձնել։ Դուք պատկերացրեք, որ սովետական այսպես գլավլիտային վերահսկողության ներքո մարդկանց ստեղծագործող եւ երազող մարդկանց մի խումբ փորձում էր այդ ամենի մեջ բերել ազգայինը, մեր հայկականը եւ փորձել դա ներկայացնել նաեւ հենց այդ սոուսի այդ համեմունքների ներքո եւ ստացվում էր, պատկերացրեք, որովհետեւ հրաշալի հաղորդումներ էին ծնվում եւ ազգային մշակույթի զարթոնք կարելի արձանագրել հենց այդ տարիներին 80-ական 90-ական թվականներին, չնայած որ սովետական միության գլավլիտային համակարգը կար, գոյություններ եւ դա բավականին խիստ ու ճնշող էր։ Այնուամենայնիվ ամեն ինչ կարծես այդ տարիներին ստեղծվեցին բազում ազգային ազգագրական խմբեր, երաժշտախմբեր, հեռուստարադիոյի կազմում, ազգային հաղորդումներ մեր լեզվի մասին, մեր ինքնության մասին, մեր պատմության մասին եւ նաեւ իհարկե արտասահմանի համար տրվող հաղորդումները ռադիոյով, որոնք նաեւ ազգային գաղափարախոսություն էին տարածում, թեպետ դրանք հիմնականում պետք է միտված լինեին սովետական գաղափարախոսությունը տարածելու։ Բայց մարդիկ երազկոտ էին, մարդիկ նպատակասլաց էին, մարդիկ ազգային մտածողություն ունեին եւ կարողանում էին անել։ Եվ եթե այն ժամանակ մենք ունեինք մեկ հեռուստատեսություն կամ երկու հեռուստատեսություն, չհաշված մոսկովյան հեռուստատեսությունը, չկար այս սարսափելի մրցակցությունը, բայց այդ գլավլիտային ճնշման ներքո մի խնդիր ունեինք ազգայինը առաջ տանելու։ Իսկ այսօր շատ ավելի բարդ է իրավիճակը, որովհետեւ 90-ականներից դեռևս բացվող հեռուստատեսության բացվող այս աշխարհը մեզ ստիպեց մրցակցության մեջ մտնել աշխարհի տարբեր հեռուստաընկերությունների հետ, այդ թվում եվրոպական հրաշալի հեռուստատեսությունների, իտալական, ֆրանսիական, գերմանական, որոնց հետ շատ դժվար է մրցելը։ Եվ հեռուստատեսության առջև կանգնեց արդեն ժամանակակից խնդիրներ, որոնք այսօր լուծումներ են պահանջում։ Դրանից հետո իհարկե եկավ անշուշտ այսօրվա բարդ իրավիճակը, երբ համացանցը այս փոքրիկ սև արկղիկները մեր գրպանում ինֆորմացիայի սարսափելի մեծ հոսքեր են ապահովում մեր հեռուստադիտողներին, մեր հայրենակիցներին, եւ մենք պետք է այդ հսկայական ինֆորմացիոն հոսքերին մրցակցելով տանք այն արժեքավորը, ինչը որ կարծում ենք, որ պետք է մեր հասարակությանը։ Այս ամենի մասին դեռ մենք կհասնենք ավելի մանրամասն զրուցել, որովհետեւ առիթը հաստատ բաց չենք թողնելու, բայց շատ հետաքրքիր է։ Առաջարկում եմ մի փոքր այսպես ուշերով հետ գնալ եւ հասնենք այն տարեթիվը ու այն օրն ու ամսաթիվը, երբ առաջին անգամ Արմեն Ամիրյանը ոտ դրեց հեռուստատեսության։ Դա ոչ այնքան հեռավոր 1979 թվականն էր, երբ ես եկա հեռուստատեսություն, մինչև այդ մանկական հաղորդումներ էի վարում, 79-ից արդեն պարբերական հաղորդումներ էր մանկական, հետագայում դպրոցն ավարտելուց հետո ես միանգամից ընդունվեցի աշխատանքի հեռուստատեսությունում, մանկական խմբագրությունում որպես ռեժիսորի օգնական 16-17 տարեկան։ 17 տարեկան էի, բայց մինչ այդ արդեն հեռուստատեսությունում հայտնի էի որպես մանկական հաղորդումների վարող։ Ռեժիսուրան անշուշտ ավելի գրավիչ էր ինձ համար եւ ես շարունակեցի մասնագիտությունս, արդեն մասնագիտական կրթությունս կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժնում Յուրի Երզնկյանի կուրսում բայց հետո շարունակեցի նաև հաղորդավարական աշխատանքը։ Ռեժիսորական աշխատանքներ արել եմ հեռուստատեսությունում, նաև Երևան ստուդիայում մի քանի ֆիլմ եմ նկարահանել, բայց հիմնական աշխատանքս հեռուստատեսությունում եղավ հաղորդավարի աշխատանքը։ Պարոն Ամիրյան, վստահաբար ականատես եք եղել հայ հեռուստատեսության պատմության կարևոր դրվագներին եւ ձեռքբերումներին ու իրադարձություններին։
որոնք կառանձնացնեք, որոնք են նշանավոր։ Գիտեք, իմ ժամանակաշրջանում ամենակարևոր իրադարձությունները դա 80-ականների իրադարձություններն էին, որ հայ հասարակությանը կրթեցին եւ ազգային ինքնության դասեր տվեցին հերոստատեսային մեր հաղորդումները։ Քիչ առաջ դրա մասին էի խոսում, որ օրինակ պետական մրցանակ էր ստանում մեր լեզուն, մեր խոսքը հաղորդումը։ Դա նշանակում է, որ պետությունը եւս աջակցում էր կրթական ազգային դաստիարակչական հաղորդումների ստեղծմանը եւ նրանց զարգացմանը։ Մեր պատմության ինքնության մասին հաղորդումները դրանք կարծես մի նոր ժամանակաշրջան էր եւ միաժամանակ բացի ազգայինից կային նաեւ գործիչներ, որոնք փորձում էին մեր հերոստատիտողին ներկայացնել համաշխարհային մշակույթ։ Օրինակ Արմեն Հովհաննիսյանը երջանկահիշատակ իր 22-30 հաղորդումով, որ աշխարհի տարբեր անկյուններից Սփյուռքում ապրող մեր ընկերների միջոցով կարողանում էր հայթայթել նոր տեսահոլովակներ, նոր երաժշտական կատարումներ, նոր համերգային կատարումներ եւ ներկայացնել եթերում։ Վարուժան Հակոբյանը մեր ծրագրերի տնօրենը, որ չափազանց ժամանակակից եւ աշխարհը իմացող բաց հայացքով տիեզերական մտածողությամբ մարդ էր, որ Արտակ Արզումանյանի հետ միասին ստեղծել էին համաշխարհային կինոյի էջերից հաղորդումը, իբր որ պետք է ցույց տայինք ֆիլմից հատվածներ։ Այնինչ մեր Փարահեղ Նարա Շլեփչյանի ներկայացումից հետո ֆիլմը ամբողջությամբ ցուցադրվում էր, ուղղակի կտրում էինք արչեվի եւ հետևից իբրերը։ Եվ ասում էինք հատվածներ, դիտեք հատվածներ ֆիլմից։ Այսպիսի ճանապարհներով մեր հերոստատիտողը հաղորդակից էր դառնում նաեւ համաշխարհային մշակույթին, համաշխարհային անցուդարձին, այսինքն միայն ազգայինը չէր։ Եվ այս առումով պետք է ասել, որ Հայաստանի հերոստատեսությունը 80-90-ական թվականներին Խորհրդային Միության տարածքում ամենաառաջադեմ, ամենազարգացած եւ ամենաշատ դիտվող հերոստատեսությունն էր։ Մենք նամակներ էինք ստանում ամեն շաբաթ պարկերով նամակներ։ Ուղղակի ձեռագիր գրված նամակներ, որովհետեւ չկար համացանց, չկար ինտերնետ, չկար էլեկտրոնային նամակներ, մարդիկ գրում էին, ժամանակ էին ծախսում եւ գրում էին։ Եվ ամեն շաբաթ մեր պոպուլյար հաղորդումները, մեր սիրված հաղորդումները պարկերով նամակներ են ստանում։ Իդեպ որոնցից շատերը ես պահել եմ հիմա, դրանք շատ հետաքրքիր նամակներ են, եւ հիմա մտածում եմ, որ այդ նամակները պետք է ինչ որ ժողովածուի տեսքով վերահրատարակել եւ ընտրել գտնել նաեւ այդ մարդկանց եւ փորձել հասկանալ իրենց այդ տարիների երազանքները իրականացան թե չիրականացան։ Շատ հետաքրքիր գաղափար է։ Մենք գիտենք նաև, որ դուք աշխատել եք ժամանակի ամենահայտնի մարդկանց հետ, հետաքրքիր է օրինակ, ինչ դասեր եք քաղել նրանցից եւ հատկապես ում հետ կաշխատեիք ձեր հերոստատեսային կարիերայի այսպես որոշիչ հատվածում։ Ես երկու տեսահոլովակ նկարահանեցի Սուրեն Ռշտունու հետ, էլի երջանկահիշատակ Սուրեն Ռշտունու հետ Շարլ Անզավուրի համար ցեղասպանության հուշահամալիրում եւ այդ տեսահոլովակները դարձան ֆրանսիական TF5 հեռուստատեսության գրեթե ամեն օր ցուցադրվող կամ ավելի հաճախ ցուցադրվող տեսահոլովակներից մեկը։ Հաճելի էր աշխատել նման տիտանի հետ, հետագայում նաեւ նրա տարեդարձի համերգային ծրագրերն են կարել միասին եւ չափազանց հետաքրքիր էր։ Հարցազրույց եմ ունեցել 79 թվականին Վիլյամ Սարոյանի հետ, այստեղ հերոստատեսության առաջին ստուդիայում, ցավոք տեսագրությունը չեմ կարողանում գտնել։ Արխիվում էլ չի պահպանվել։ Չեմ կարծում պահպանվել է, բայց ֆոտոներ կան, որոշակի այդպես լուսանկարներ կան։ Շատ հետաքրքիր մարդկանց հետ եմ շփվել, նաև մեր մշակույթի մինչև այսօր գործող եւ մինչև մեր ժամանակներում գործող տաղանդաշատ արվեստագետների հետ Օֆելիա Համբարձումյան, Ռուբեն Մաթեոսյան, Հովհաննես Բադալյան, տարբեր համերգային շրջագայություններ եւ նաեւ մեր հաղորդավարական կոլեկտիվի հետաքրքիր եւ ստեղծարար մտքով մարդկանց հետ եմ շատ լավ համագործակցություն ունեցել։ Նարա Շլեփչյան, որ մեր բոլորի ուսուցիչն է, ես նրան ջերմորեն անվանում եմ մեր հերոստատեսային մայրիկ։ Նա իսկապես մեր հերոստատեսային մայրիկն է։ Նարա Շլեփչյան, Վերա Հակոբյան, Հրաչուհի Ջինանյան, մարդիկ, որոնք իրենց կյանքով, իրենց աշխատանքով, իրենց պարզ առօրյայով կարողացել են ստեղծել տարեգրություն մեր հերոստատեսության եւ ռադիոյի համար։ Եվ վերցնելով յուրաքանչյուրից մի փոքրիկ հատված կարողանում ես քո կերպարը ամբողջացնել, լրացնել, քո մարդկային տեսակը լրացնել եւ իրենց հուշը քո մեջ պահելով շարունակել ապրել։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի հաղորդաշարը երբևէ, որի ստեղծմանը մասնակցել եք, այո։ Անշուշտ այն հաղորդաշարերը, որոնք ես եմ ստեղծել եւ վարել,
դա իմ ամենասիրելի հաղորդումն էր, օրինակ խճանկար հաղորդաշարը, որ ժամանակի այսպես սիրված, պահանջված եւ պոպուլյար հաղորդաշարն էր եւ հեռուստատեսության պատմության մեջ հեղափոխություն արած հաղորդաշար էր։ Բոլոր մինչև այդ ժամանակ եղած հեռուստատեսային կանոններին դեմ գնացող եւ ժամանակը ворթեգրող եւ ապագային միտված հաղորդում էր, թվում էր թե թեթև հումորով, բայց շատ ասելիք ունեցող եւ շատ խորը իմաստ ունեցող հաղորդումներ էին դրանք յուրաքանչյուր շաբաթ, որոնք իդեպ ստեղծվում էին մեկ շաբաթվա ընթացքում մեկ օրվա մեջ ընդամենը։ Մենք ունենում ենք ընդամենը մեկ օր մտածելու, ստեղծագործելու, ստեղծելու։ Ցավում եմ, որ այն մարդիկ, որոնք աշխատում էին այդ հաղորդման վրա, այսօր ցավոք սրտի մեծ մասը չկան, երջանկահիշատակ են, նրանք կարող էին շատ մեծ օգուտ բերել մեր հեռուստատեսությանը։ Իհարկե եղել են շատ սիրված հաղորդումներ, Ռոբերտ Մավիսակալյանի հեռուստաօրագիրը, Արմեն Հովհաննիսյանի 22:30-ը, համաշխարհային կինոյի էջերից, Մեր լեզուն, մեր խոսքը, շատ հայոց պատմության մասին հաղորդումներ։ Իսկ հիմա կա որևիցե մի հաղորդում առաջնյալիքով, որ հիմա ցավոք սրտի բացի առավոտ լուսոյից։ Ցավոք սրտի ես ժամանակ չեմ ունենում հեռուստացույց նայելու եւ դա ոչ միայն իմ, այլ նաեւ ժամանակակից հասարակության ամենամեծ խնդիրն է, որ համացանցը փորձում է գրավել ամբողջ տիրույթը։ Դա բավականին բարդ գործընթաց է եւ մեր հեռուստատեսությունները, հեռուստատեսային դաշտը պետք է լրջորեն վերատեսության ենթարկի իմ կարծիքով, թե ինչ ենք ուզում մենք տալ, ով է մեր հեռուստադիտող եւ ինչ ենք ուզում տալ։ Մրցակցել այդ հսկայական կեղտոտ աղբին նմանվող հոսքի հետ շատ դժվար է, որովհետև ով ում սպանեց, ինչ ավտովթար եղավ, ով մահացավ, չգիտեմ, որ քաղաքական գործիչը ում հայհոյեց, դա կարծում եմ այլևս չպետք է հետաքրքիր լինի։ Բայց մենք ունենք հսկայական գիտական, մշակութային եւ ազգային արժեքների պոտենցիալ, որը եթե մենք փորձենք վերհանել, եւ իմիջիայլոց եթե հաշվի առնենք, որ համաշխարհային դաշտում մենք մրցակցության մեջ ենք, որովհետեւ մեր հեռուստադիտողը հնարավորություն ունի ոչ միայն համացանցային լուրեր, այլ նաեւ տարբեր հեռուստաընկերություններ նայելու, բայց որդեգրելով մեր ազգայինը եւ պատմամշակութային ժառանգությունը վերհանելու գաղափարը, մենք կարող ենք իսկապես աշխարհին տալ նորը, մանավանդ եթե լեզուն հասանելի լինի աշխարհի հեռուստադիտողին։ Օրինակ 10-րդ դարում ստեղծված Լորի Բերթի եւ Ամբերթի բաղնիքների պեղումների ժամանակ հայտնաբերվել է գլխիկավոր ծորակ, որը տաք եւ սառը ջուրը կարողանում է մեկ ծորակով մատուցել։ 10-րդ դար, որը 1955 թվականին նոր մեր հայրենակից Ալեք Մանուկյանը գրանցեց որպես բրենդ եւ համաշխարհային բրենդ դարձավ։ Եթե մենք մեր երիտասարդ գիտնականների ինչ որ մի խումբ, էլի ռեալիթի շոու, ոչ մեկ չի ասում, որ տարազներ հագցնենք, տրեխներ հագցնենք, ժամանակակից։ Ռեալիթի շոու ենք ուզում, խնդրեմ, ռեալիթի շոու երիտասարդ գիտնականների, որոնք ուսումնասիրելով մեր պատմամշակութային ժառանգությունը կարող են վերհանել եւ համաշխարհային բրենդներ ստեղծել։ Մեր պատմամշակութային ժառանգության ամենահարուստ եւ ամենահետաքրքիր դրվագները։ Երիտասարդ գիտնականներ, որոնց կարող ենք փակել Մատենադարանի պահոցներում եւ Մատենադարանի պահոցներից դուրս գան, վերառնեն հեռուստատեսային եթերում այն բացառիկ արժեքավոր գաղափարները, որոնք կարող են հետաքրքիր լինել ոչ միայն մեր հեռուստադիտողին, այլ նաեւ համաշխարհային հեռուստադիտողին։ Կամ երիտասարդ պատանի աստղագետների խումբ, որոնք այսօր բյուրականի աստղադիտանից կարող են հետևել Տրիայի ատլասի շարժումներին, որ ամբողջ աշխարհն է հետևում։ Էլի թող սիրահարվեն, չգիտեմ, վիճեն, բայց դա լինի գիտական, ազգային եւ ազգային մշակութային պոտենցիալով։ Ես կարծում եմ, որ դրա ժամանակը գալու է, որովհետեւ այս դաժան մրցակցությունը մեզ հեռուստատեսային մարդկանց ստիպելու է վերադառնալ մեր ազգային արմատներին, որը իդեպ չափազանց հարուստ է եւ լեցուն է հետաքրքիր գաղափարներով։ Լավ, ըստ ձեզ, ո՞րն է այժմյան հեռուստատեսության առաքելությունը։ Այս շատ լուրջ ու շատ հետաքրքիր բան ասեցիք, որին որ պետք է միանշանակ շատ շատերը նաև ուշադրություն դարձնեն, բայց հետևաբար այժմյան առաքելությունը ինչ է։ Մենք երկու խնդիր ունենք այսօր լուծելու, առաքելություն ասելով մի քիչ բառը շատ բարդ է, շատ տարածական է, բայց առաքելությունը երկու խնդիր ունի լուծելու այսօրվա հեռուստատեսությունը ժամանակակից։ Մեկը ճանաչելի դարձնել սեփական հասարակությանը, ճանաչելի դարձնել սեփական մշակույթն ու պատմամշակութային ժառանգությունը։ Այսինքն քո հարստությունը ճանաչելի դարձնել քո ժողովրդին, որը շատ կարևոր է։ Մենք ապրելով Հայաստանում հայ ժողովուրդը չի ճանաչում իր պատմամշակութային ժառանգությունը։
չգիտե իր ժամանակակից արվեստը։ Եվ երկրորդը այդ նույն հարստությունը, պատմամշակութային ժառանգությունը եւ ժամանակակից արվեստը ներկայացնել համամարտկային հասարակությանը աշխարհին։ Ես կարծում եմ սա թիվ 1 առաքելությունն է հերոստատեսության։ Անշուշտ հերոստատեսության ողնաշարը լրատվությունն է, ազատ, արդար, ուղղակի լրատվությունը, բայց միայն լրատվությունը դա քիչ է, դա ողնաշարն է։ Այստեղ կա նաև կենսապահովման օրգաններ, սիրտ, թոքեր, չէ՞, արյան շրջանառություն, այդ ամենը կարծում եմ շատ ավելի կարևոր է այդ ողնաշարը ձիգ եւ ուղիղ պահելու համար։ Առանձին դրանք չեն գործում։ Եվ կարծում եմ, որ գալու է դրա ժամանակը շատ շուտով, որ մենք մեր ուշադրության ամենամեծ մասը սևեռենք ոչ թե առօրյա խնդիրների վրա, այլ մեր պատմամշակութային ժառանգությունը վերհանելու եւ ժամանակակից նոր ձևով մատուցելու մեր հասարակության նաեւ աշխարհին։ Պարոն Ամիրյան, իսկ ինչպիսին պիտի լինի մերօրյա հերոստա աշխատողը եւ արդյոք մեր օրերի սիրելի հերոստադեմք ունեք։ Գիտեք, մերօրյա հերոստատեսության աշխատողը նույնն է, ինչ որ սրանից 20, 30, 40 տարի առաջ։ Դրանք երասկոտ մարդիկ են։ Դրանք մարդիկ են, որոնք ունեն գաղափարներ, երազանքներ, որոնք ուզում են իրականացնել։ Եվ դա իրականացնել հնարավոր է միայն այս կախարդական աշխարհում։ Հերոստատեսությունը կախարդական մի արկղ է, որը բացում ես եւ այդ արկղը պետք է հրաշքներ գործի հերոստադիտողի համար։ Իսկ հրաշքներ պատրաստողները դրանք հրաշագործ մարդիկ են։ Այդ դուք բոլորը թիմա հրաշագործներ եք եւ զբաղված եք հրաշքներ ստեղծելով։ Եվ կարծում եմ շատ մեծ տարբերություն չկա։ Եվ պետք է տևական, անընդհատ փնտրել նոր երիտասարդների բերել հերոստատեսություն։ Հերոստաէկրանը կամ ընդհանրապես էկրանը սիրում է երիտասարդություն։ Որքան շատ լինեն երիտասարդներ, այնքան լավ, որքան շատ սխալվեն այդ երիտասարդները, նրանք այնքան շանս ունեն ավելի շատ լավ ստեղծագործություններ իրականացնելու։ Ուրեմն պետք է հերոստատեսությունը տևական եւ անընդհատ երիտասարդացնել։ Իմ կարծիքով հերոստատեսության աշխատողը միշտ եղել է, կա եւ կլինի նույնը՝ երասկոտ, հետաքրքիր մարդ, որը փորձում է իր երազները իրականացնել եւ ցուցադրել մյուսներին, որպեսզի նրանք եւս փորձեն երազել։ Հրաշալի եւ վերջում ձեր բարեմաղթանքը։ Ես մի քանի անուններ հիշեցի մեր զրույցի ընթացքում, կուզեի անշուշտ եթե ժամանակ լիներ հիշել բոլորի անունները մեկ առ մեկ, որովհետեւ նրանք նվիրալներ էին։ Խորհրդային հերոստատեսության ժամանակ աշխատել հերոստատեսությունում դա նշանակում էր աշխատել շատ ցածր աշխատավարձով, շատ դժվար պայմաններում, աշխատել օր ու գիշեր, աշխատել առանց հանգստյան օրերի, աշխատել առանց երեկոները ընտանիքի հետ անցկացնելու եւ նվիրվել ամբողջությամբ, ամբողջ էությամբ, հոգով, մարմնով, ժամանակով, զիջելով ամեն անձնականը։ Եվ այդ մարդիկ իսկապես արժանի են խորին հարգանքի եւ պատվի, հատիկ ուզում եմ շնորհակալություն հայտնել հին ու նոր մեր բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց կյանքը, ժամանակը, ստեղծագործական միտքը դրեցին եւ ստեղծեցին այս արդեն 70-ին մոտեցող հրաշքը։ Եվ շնորհավորել նաեւ այսօրվա երիտասարդությանը, որ հերոստատեսությունում փորձում են իրենց առաջին քայլերն անել եւ մաղթել, որ ապագայում նրանք ստեղծելու են այն հետաքրքիր գեղեցիկ գաղափարները, որոնք իսկապես կախարդական արկղից դուրս գալով մեզ ուղեկցելու են դեպի հետաքրքիր հեքիաթային աշխարհներ։ Շնորհավորում եմ բոլորի, շնորհավորում եմ մեր հին ու նոր բոլոր ղեկավարներին հերոստատեսության, որովհետև ղեկավարել հերոստատեսությունը դա չափազանց ծանր գործ է։ Ես եւս չգիտեմ, պատիվ, բախտ թե դժբախտություն չէ, որովհետև դա հաճելի էր։ Պատիվ եւ բախտավորություն եմ ունեցել շուրջ 1 տարի ղեկավարելու հերոստատեսությունը եւ դա թերևս իմ կյանքի ամենահետաքրքիր, ամենազբաղված, բայց միևնույն ժամանակ ամենածանր տարին էր բոլոր առումներով զբաղվածության, պատասխանատվության, մարդկանց հետ հաղորդակցվելու եւ տարբեր ինստիտուտների հետ հաղորդակցվելու պետական դա շատ բարդ էր եւ այն մարդիկ, ովքեր որևէ ժամանակ ղեկավարել են, լինի դա խորհրդային տարիներին, լինի անկախության տարիներին, ղեկավարել են հերոստատեսությունը։ Ես գիտեմ, թե ինչ ծանր եւ դժվարին կյանք են ապրում այդ մարդիկ։ Ուրեմն նրանց եւս առանձնահատուկ եկեք շնորհավորենք եւ մաղթենք տոկունություն, ամրություն, որպեսզի կարողանան դիմագրավել եւ հնարավորություն տալ այդ նման երիտասարդներին ստեղծելու նորը գեղեցիկը հաճելին։ Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալություն պարոն Ամիրյան, շնորհակալություն, որ մեզ հետ եք այս կարևոր օրվա առիթով ու մեզ հետ կիսեցիք այս կարևոր րոպեները։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալություն, շնորհավոր ծնունդը, սիրելի հերոստատեսություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ։